Գյումրեցու և Փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Գյումրու և Փարաքարի թիմ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի ունեցած գալամիջոցառման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու ինքնահայտարարագրվածները մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել իրենց թալանածը։ Մարտի 10-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Նախատեսված են նաև այլ հանդիպումներ եւ քննարկումներ, այդ թվում համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության խմբի ղեկավարը հաջողված է համարում մեր երկրում խմբի վերջին 2 տարվա գործունեությունը։ Առաքելության հիմնական նպատակը դիտարկումներն են հայ-ադրբեջանական սահմանին, դիտարկման գործիքակազմը, դրոշ, ամենագնացներ, հեռադիտակ, լուսանկարչական խցիկ, այս մասին հայտնել են լուրերին։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիճ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Ռումինիայի կենտրոնական ընտրական բյուրոն ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Կալին Ջորջեսկուին արգելել է մասնակցել մայիսին նախատեսված նախագահական ընտրություններին։ Այս որոշումը Ջորջեսկուի աջակիցների եւ ոստիկանության միջև բախումների պատճառ է դարձել։ Կենտրոնական ընտրական բյուրոն մերժել է Ջորջեսկուի թեկնածությունը, նշելով, որ նա չի համապատասխանում օրինականության պայմաններին, քանի որ խախտել է ժողովրդավարությունը պաշտպանելու պարտավորությունը։